Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքյան, խոսելու ենք իհարկե մեր տարածաշրջանից, Իրանի շուրջ կատարվող իրադարձություններից, կարծես թե այս պահին ամենագլխավոր իրադարձությունը հետեւյալն է, դա այն սպասելիքն է, թե արդյոք սպասումները արդյոք ԱՄՆ-ն կմտնի պատերազմի մեջ, ուղիղ կմտնի պատերազմի մեջ եւ ինչի կարող է դա հանգեցնել։ Համենայն դեպս ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքերը հստակ պատկեր չեն տալիս մեզ, մենք չենք կարող հստակ հասկանալ, թե ինչ պիտի լինի, որովհետև Թրամփը նշում է, որ նա հրաման է տվել հարձակվել Իրանի վրա, բայց վերջնականապես այդ համաձայնությունը չի տվել։ Ես չեմ հասկանում անցավ սա ինչ է նշանակում, միգուցե դուք կմեկնաբանեք, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ իրավիճակ է իրականում։ Այս գործընթացը Իրանի հետ կապված Միացյալ Նահանգների եւ իր մերձավոր դաշնակիցների համար անշրջելի է։ Այսինքն Իրանի վերապրումը այս հարձակումից անընդունելի է Միացյալ Նահանգների համար։ Եվ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի քրեապետությունը Իրանում տապալվի։ Սա գերագույն գլխավոր նպատակն է։ Միջուկային զենքի առկայության մասին պատմությունները այս նպատակին հասնելու համար պատրվակ են։ Եվ այդ պատրվակը օգտագործվեց առաջին հերթին հենց Իսրայելին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու միջոցով։ Հիմա ինչ վերաբերում է Տրամփի մտածմունքներին շարունակության վերաբերյալ, պարզվեց հանկարծ, որ հիմնական միջուկային օբյեկտը, որ կա Իրանում, հնարավոր չէ Իսրայելի ուժերով ոչնչացնել։ Եվ դրա համար անհրաժեշտ են այն գերհզոր առումբերը, որոնք նախատեսված են հենց խորքային պայթյուններ իրականացնելու համար, այսինքն 50-70։ Բայց այստեղ է Թրամփը կասկածներ ունի։ Ես ուզում եմ դրան հասնել։ Եվ ըստ էության այդ ռումբերը տեղ հասցնելու միջոցներ չունի Իսրայելը։ Այսինքն համապատասխան օդուժը չկա։ Հետևաբար այս խնդիրը բացառապես Միացյալ Նահանգների լուծելիքն է։ Բայց Միացյալ Նահանգները ուղղակիորեն մտնելով պատերազմական գործողությունների մեջ մի շարք ռիսկեր են ակտիվացնելու։ Մեկը Հորմուզի նեղուցի փակումն է, որը ըստ էության համաշխարհային նավթի սպառման 20%-ի ուղիղ ճանապարհն է։ Այսինքն 20% նավթամթերքը տեղ չի հասնելու։ Երկրորդը այն է, որ կարող են Իրանին աջակիցներ ի հայտ գալ, ընդ որում ակտիվ աջակիցներ հանդինս Չինաստանի եւ մի շարք այլ պետությունների։ Բայց այդտեղ առանցքայինը Չինաստանն է։ Ճիշտ է, Պակիստանը խոստացել է, որ եթե Իսրայելը միջուկային զենք կիրառի Իրանի դեմ, Պակիստանը իր միջուկային զինանոցը կկիրառի Իսրայելի դեմ, այսինքն այստեղ որոշակի պարիտետ կա։ Բայց քանի որ Միացյալ Նահանգների համար խնդիրը հենց քրեապետության տապալումն է, սա նշանակում է, որ Իրանի ներսում պետք է իրավիճակ հասունացվի, որում հավանաբար կշարունակեն ոչնչացնել բարձրաստիճան պաշտոնյաներին Իրանի, իրենց ձեռքի տակ եղած հնարավոր միջոցներով։ Եվ ժամանակ կձգեն, սա էլ արդեն ըստ երևույթի կլինի Իսրայելի ժողովրդի համբերության հաշվին, որովհետև այս դեպքում ժամանակը կարծես թե Իսրայելի կողմ չի աշխատելու։ Կան վտանգներ, որոնք ուղղակիորեն մեզ են սպառնալու։ Դրանցից մեկն այն է, որ եթե այդ ռումբերը կիրառվեն հաջողությամբ, հնարավոր է, որ ճառագայթման մակարդակը մեր տարածաշրջանում կտրուկ աճի եւ ռադիոակտիվ արտանետումները կարող են գալ հասնել Հարավային Կովկաս, մասնավորապես Հայաստան։ Մյուս վտանգը, որ առկա է,
այս կարգի զենք կիրառելու դեպքում դա սեյսմիկ ակտիվության աճն է մեր տարածաշրջանում ամբողջությամբ, այսինքն այս կարգի զենքի կիրառումը կարող է հանգեցնել տարածաշրջանում, այդ թվում նաև Հայաստանում ուժգին երկրաշարժերի։ Հիմա ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը ամեն դեպքում որոշել է ռումբը կիրառել, բայց մինչ այդ որոշակի իրավիճակ է հասունացվելու Իրանում առաջին հերթին Իսրայելի համբերության հաշվին, ժողովրդի, որտեղ հարվածների տակ լինելու է Իսրայելի ժողովուրդը առաջին հերթին, Իրանի պարագայում իշխող կառավարող ռեժիմի խնդիրն է առավելապես, որը արդեն իհարկե շատ ծանր ցավալի կորուստներ է կրել զգայուն, բայց այդ կորուստները կարող են շարունակվել եւ ամենակարևորը հայտնի չէ իրականում թե իսրայելական կամ ամերիկյան եւ դաշնակիցների հետախուզական աշխատանքը Իրանի տարածքում ինչպիսի առայժմ գաղտնի մնացած եւ ակտիվացման ենթակա հակաիշխանական օջախները նախապատրաստել, որտեվ այդ օջախները կարծում եմ դեռևս լիովին ակտիվացված չեն, դրանք առայժմ ուղղված են պատերազմական գործողությունների աջակցությանը Իսրայելի կողմից, բայց ներքին իրավիճակի ապակայունացման ուղղված գործողություններ դեռևս ուղղակիորեն կարծես թե չեն հրահարվել, կոչեր են եղել Իսրայելի ղեկավարությունը կոչարել Իրանի ժողովրդին դիմել հեղափոխական միջոցների Իրանի շահիթագաժառանգն է նման հայտարարություններով հանդես եկել, որը ի դեպ նաև ճանաչված է Իսրայելի կողմից որպես Իրանի լեգիտիմ իշխանություն, ընդ որում վաղուց։ Բայց որ պահին եւ ինչպես այդ բանը կակտիվացվի, դա ժամանակի եւ մարտավարության խնդիր է։ Տեսեք, դուք նշեցիք, պարոն Մելիքյան, որ ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների համար սա հետդարձի ճանապարհ չկա։ Շատ կարևոր է հասկանալ, որոնք են այդ դաշնակիցները, որտեղ օրինակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան այս պահին, եթե մենք հավատանք միջազգային ԶԼՄ-ների տեղեկատվական հոսքերին, փորձում են Թրամփին համոզել, որպեսզի նա այս պատերազմի մեջ չմտնի եւ դա կարող է նրանց խոսքով, ամենայն դեպս այդպես են գրում, բերել շատ երկարատև անդառնալի հետևանքների տարածաշրջանի համար։ Միգուցե նաև սա է նկատի ունեմ ինչի մասին դուք եք ասում։ Որոնք են այդ դաշնակիցները։ Թրամփը ինչ կոալիցիա ունի, կոալիցիա, որը թույլ կտա նրան բերել մի իրավիճակ, երբ որ այդ ձեր ասած ռադիացիոն ֆոնը կարող է գալ եւ բոլոր այդ դաշնակից երկրներին այդ կոալիցիան շատ խայտաբղետ է։ Եվ ասենք այն հարցերում, որոնցում եվրոպական պետությունները փորձում են Թրամփին հետ պահել, դա չի խանգարում նույն այդ պետություններին աջակցել Իսրայելի պաշտպանության կազմակերպման գործին։ Սեփական զինված միջոցներով, ռազմական միջոցներով, ընդ որում եթե չեմ սխալվում, այսօր աչքովս ընկավ տեղեկատվություն այն մասին, որ Իտալիան պատրաստ է իր ռազմականները տրամադրել Միացյալ Նահանգներին, եթե այնուամենայնիվ Իրանին հարվածելու որոշում կայացնի Միացյալ Նահանգների պաշտոնական Վաշինգտոնը։ Սա ասում է մի բան, որ անկախ ամեն ինչից, եթե որոշումը կայացվի, Միացյալ Նահանգների անգամ տատանվող դաշնակիցները միևնույն է ստիպված են լինելու աջակցել Միացյալ Նահանգների գործողություններին, որտեղ հակառակ դեպքում դուրս են մնալու գործընթացներից եւ այդ դուրս մնալը չի քաջալերվի ոչ Իրանի եւ Իրանի դաշնակիցների կողմից, ոչ էլ Միացյալ Նահանգների եւ հավատարիմ դաշնակիցների կողմից, այսինքն դրանք կհայտնվեն լուսանցքում, ինչը այս իրավիճակում ամենևին ցանկալի բան չէ։ Հետևաբար նրանք բոլոր դեպքերում կողմնորոշվեն եւ կողմնորոշվեն հօգուտ Միացյալ Նահանգների որոշումների։ Այս պահին տարածաշրջանում կա 3 բրիտանական ուժերի հետ արդեն 4 ավիակիր խմբեր, 3 ամերիկյան, 1 բրիտանական, նույնիսկ Սադամ Հուսեյնի վրա հարձակման ժամանակ, այդ հայտնի օպերացիայի ժամանակ նրանք 3-ն էին։
Արդյոք սա չի նշանակում, որ իրականում որոշումը ընդունված է եւ հարվածը լինելու է Ֆորդոյի մասին է խոսքը գնում։ Ես արդեն ասացի, որ ես վստահ եմ, որ քանի որ Միացյալ Նահանգները ետ կանգնելու տարբերակ չունեն, նրանք կհարվածեն, եթե հանկարծ պաշտոնական Թեհրանը հանդես չգա այնպիսի մի առաջարկով, որը մերժելը անհնար կլինի։ Օրինակ, Իրանի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են հեռանալ, թողնել իշխանությունը, այն պայմանով, որ կպահպանվի Իրանի տարածքային ամբողջականությունը։ Անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն հետագայում կձևավորվի Իրանում։ Սա մի տարբերակն է։ Մեկ այլ տարբերակ է այն, որ կարող է սկսվել ցամաքային գործողություն, եւ այդ ցամաքային գործողությունը ուղղված կլինի Ադրբեջանի կողմից դեպի Իրան կամ Իրանի կողմից դեպի Ադրբեջան։ Սա երկրորդ տարբերակն է, որը թույլ կտա որակական նոր իրավիճակ ձևավորել եւ կրկին հետաձգել ռումբերի կիրառումը, ցամաքային գործողություն նախաձեռնել եւ այդ դեպքում արդեն Ադրբեջանը պետք է իր գլխի ճառը տեսնի եւ տեսնի, թե ումից աջակցություն ստանալու եւ ինչպես բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները մշտապես խոստացել են, որ եթե Իրան-Ադրբեջան կոնֆլիկտ առաջանա, նրանք կանգնեն Ադրբեջանի թիկունքին։ Ադրբեջանի պրոֆիտը այս ամենում որն է լինելու, սա էլ է շատ կարևոր։ Ադրբեջանի պրոֆիտը նախապես տրված էր։ Լավ Արցախն է։ Մենք այս մասին մեկ-երկու տարի առաջ արդեն զրուցել ենք ձեր հետ այս տարի։ Ես ինչի՞ եմ այդ հարցը տալիս, պարոն Մելիքյան, ես հասկանում եմ ձեր միտքը, ես ինչ-որտեղ նաև համաձայն եմ այդ մտքի հետ, բայց մեր տեղեկատվական տիրույթը ողողված է տեղեկատվությունով, հայտարարություններով, որ Զանգեզուրի Միջանցք, Դաբրո, այսօր վաղը Իրանում պատերազմը կօգտագործվի, Ադրբեջանը պատրաստ է, հարձակվում է, Թուրքիա հարցս այս համատեքստում է։ Մենք կարող ենք այսօր գալ մի եզրահանգման, որ այս պահին իրանական թնջուկի շուրջ եւ դրա հետևանքով մենք չունենք այդպիսի ռիսկ, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա եւ սեցեսիայի ենթարկի ինչ որ Հայաստանի տարածքներ։ Կարող է լինել այլ տարբերակ։ Իհարկե այդ ռիսկը կա։ Բայց կարող է լինել նաև հետևյալ տարբերակը, ասենք Միացյալ Նահանգները 10 տարով արձակալեն Սյունիքի հարավային հատվածը։ Ինչի համար նպատակ։ Կոմունիկացիաների համար, այսինքն ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին, Միացյալ Նահանգներն են, ռուսները կարծես թե այդ խնդրում դուրս են մնալու եւ դատելով նրանց թե ինչ արագությամբ նրանք մեղրից հանեցին իրենց մաքսավորներին եւ սահմանապահներին, ներողություն, սահմանապահներին մաքսավոր չունեին։ Կարելի է ենթադրել, որ նրանք Իրանի դեմ նախաձեռնվելիք գործողություններին մասնակցելու ցանկություն չունեն, թե ոչ մի ցանկություններ չունեն դրանց խոչընդոտելու։ Պարոն Մելիքյան, վաղը Նիկոլ Փաշինյանը, վարչապետ Փաշինյանը գնում է Ստամբուլ, որտեղ հանդիպելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնի է նաև որ Իլհամ Ալիևն է գնում Ստամբուլ այդ նույն օրը, բայց հայտարարվել է համենայն դեպս վարչապետի մամուլի քարտուղարը, մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ։ Հարց է առաջանում միանգամից տրամաբանական, ինչի են այդ երեքով հավաքվում Ստամբուլում հենց այդ նույն օրը։ Դե նախատեսված չէ հանդիպում, գուցե կլինի չնախատեսված հանդիպում։ Դա էլ որպես տարբերակ կարող են դիտարկել, գուցե չլինի որևէ հանդիպում, պարզապես նախագահ Էրդողանը կցանկանա թարմ տպավորություններով ըստ հերթականության կիսվել իր գործընկերների հետ, չգիտեմ, սկզբում Ալիևի հետ պիտի կարծեմ հանդիպի, հետո Փաշինյանի հետ, քան Ալիևի հետ հանդիպելուց ամիջապես հետո Փաշինյանին կարողանա փոխանցել ամենաարդիական տեսակետները, մոտեցումները, որոնք կլինեն ձևավորված Ադրբեջանի իշխանությունների մոտ, եւ այդ առումով գուցե նաեւ մակոքային որոշակի
ինչ որ գործողություններ կատարվեն հերթականությամբ մեկի մյուսի հետ հանդիպելով։ Կարծում եք լինելու են մեծ հաշվով միջնորդավորված բանակցություններ։ Ես կարծում եմ, որ դա հնարավոր է, թեև կարծում եմ նաև, որ այդ բանակցությունները ավելի շատ արդեն իսկ եղած համաձայնությունները առարկայացնելու միջոց կլինեն։ Այո, համենայն դեպս Փաշինյանի հայտարարություններից դատելով տպավորությունը ստեղծվում, որ արդեն կա ինչ-որ համաձայնություն, որը ուղղակի պետք է հրապարակվի Ստամբուլում։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն է համենայն դեպս։ Ես դա հավանական եմ համարում, թեև կրկին ելնելով այն իրավիճակից, որը ձևավորվել է Իրան-իսրայելյան հակամարտության արդյունքում, այս հայտարարություններն էլ, պայմանավորվածություններն էլ կարող են կրել շատ ժամանակավոր բնույթ։ Իսկ մենք կարող ենք գոնե փորձել կանխատեսել ինչի մասին է գնում խոսքը, ինչ պայմանավորվածություններ են հնարավոր այսօր։ Ես կարծում եմ, որ միգուցե որոշակի խոստումներ կտրվեն առ այն, որ Հայաստանի տարածքը հարձակումների չի ենթարկվի, բայց նաև որոշակի պայմաններ կլինեն Հայաստանի տարածքով տարանցում կազմակերպելու վերաբերյալ։ Այդ թվում միգուցե նաև ռազմական տարանցում։ Եվ սա կրկին Իսրայել-Իրան պատերազմի համատեքստում է, բայց կարող է հետագայում եւս ունենալ ավելի երկարաժամկետ բնույթ, որովհետև Իրանով խնդիրը չի սահմանափակվելու։ Խնդիրը գլոբալ է եւ Իրանի թնջուկը լուծվելուց հետո առաջանալու են նոր կոնֆլիկտային գոտիներ, որոնք հենց Իրանի եւ Հարավային Կովկասի լոգիստիկ հնարավորությունների կարիքը կունենան, շուտ Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների գործողությունները այդ լոգիստիկ հնարավորությունների կարիքը կունենան եւ այդ տեսանկյունից մենք որոշ ժամանակ, չգիտեմ, 5-10 տարի կլինենք այն գոտում, որը պետք է ակտիվորեն սպասարկի այդ շահերը եւ նպատակները Իրանում Միացյալ Նահանգների կողմից հաջողության հասնելու պարագայում։ Մենք ունենք տարբեր փորձագետներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, որոնք մինչև այս վերջի ժամանակը առնվազն մինչև հունիսի 13-ը պնդում էին, որ Հայաստանի անվտանգությունը ապահովում է ռուս-իրանական դաշինքի միջոցով, որ այդ երկու երկիրը թույլ չեն տալի, որ Ադրբեջանը կամ, չգիտեմ, Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա։ Հիմա, երբ որ Իրանի դերը այսպես, ես հիմա փորձում եմ հասկանալ, էլի, որովհետև մեր հանրությունն էլ պետք է հասկանա։ Հիմա, երբ որ Իրանի դերակատարումը այսպես կտրուկ շեղակի փոփոխություններ է ենթարկվում, փոփոխությունների է ենթարկվում, ինչ կարող ենք մենք սպասել այդ առումով։ Ստիպված եմ կրկնել մի բան, որ տարիներ շարունակ ասել եմ։ Իրանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը չի եղել, չի եւ չի լինելու երբևէ։ Եվ Ռուսաստանի գործողությունները այդ առումով նպատակաուղղված են մի բանի, որպեսզի Իրանին չդարձնի թշնամի, բայց նաև Իրանի հանդեպ պարտավորություններ չունենա պաշտպանական ոլորտում։ Պեսկովը այսօր դա հայտարարել է, հենց ուղիղ տեքստով, եւ վերջում նշել է, որ մենք արդեն օգնում ենք Իրանին։ Երևի ինչ-որ բարոյական մակարդակով, որքանով ես հասկանում։ Բան, այսինքն սա նորություն չի։ Ինչ համար նորություն չի, դες համար էլ նորություն չի, բայց փորձենք հասկանալ, էլի ինչ նարատիվներ են տարածվում մեր հասարակությունում, մեր տեղեկատվական տիրույթում, որպեսզի դա ես կարծում եմ, որ ներքաղաքական ավելի շուտ հասցեատերեր ունեցող մոտեցումներ են, որտեղ թվում է թե Ռուսաստան, Իրան առանցքը իհարկե պետք է աշխատի, բայց մարդիկ իրականում ցանկալին իրականության տեղ են դրել, որտեղ համավետ եմ ձեզ հետ, որովհետև նաև նշվում էր հետևյալ եզրահանգումը, որ եթե Փաշինյանի կառավարությունը աշխատում է Իրանի, Ռուսաստանի դեմ, ուրեմն աշխատում է Իրանի դեմ, այնքան պինդ է այդ շղթան։ Դա երևի ավելի շատ այսպես ռուսակենտրոն մտածողություն ունեցող
քաղաքական դեմքերի մոտեցումն է եւ սպասարկվում է նաեւ այդ ուղղության վրա հաստատված փորձագետների կողմից, բայց երբեմն նաեւ գայթակղություն կա, որ դա իրականություն լինի, բայց ցավոք չակերտավոր, որտեղ ցավալու խնդիր չկա, կա իրականություն եւ այդ իրականությունը կայանում է նրանում, որ Ռուսաստան-Իրան առանցք, ռազմաքաղաքական առանցք, որպես այդպեսին չկա։ Պարոն Մելիքյան, վերադառնանք ռեալ քաղաքականություն, այս փոփոխությունների արդյունքում, որոնք արդեն կան եւ որոնք սպասվում են, եթե իրոք այդ հարվածը հասցվի եւ փաստացի Իրանը ենթարկվի կապիտուլյացիայի, ռազմական կապիտուլյացիայի, Հայաստանի գործողությունները, որոնք պետք է լինեն, որովհետև մենք ունենալու ենք միանշանակ այդ դեպքում տարածաշրջանում ստատուս քվոյի հերթական կտրուկ փոփոխություն, ինչպես մենք պետք է հարմարվենք այս իրավիճակի, որոնք պետք է լինեն մեր գործողությունները, ինչ պետք է փոխվի մեր քաղաքականությունում եւ արդյոք բալանսավորած քաղաքականությունը այդ բոլորի պատասխանը տալիս է։ Ներկա իշխանությունները, եթե մինչև այդ պահը շարունակեն պահպանել լծակներն իրենց ձեռքին, իշխանական իրենց կբացատրեն, թե իրենք ինչ պետք է անեն։ Ով կբացատրի։ Հաղթող կողմը։ Ամերիկացիները։ Տվյալ դեպքում կա, այո։ Իսկ սահմանափակումներ չունեն մեր իշխանությունները այս հարցում։ Կաշկանդվածություն, որ բացատրությունները լսեն եւ ընդունեն եւ իրականացնեն։ Ես կարծում եմ իրենք պատրաստ կլինեն այդ սահմանափակումները խախտել, որովհետև այստեղ կանգնելու է իրենց իշխանության պահպանման խնդիրը, իսկ այդ խնդիրը տվյալ դեպքում այս պահին գերակա է եւ արդեն տեսնում ենք Հայաստանում շատ որոշակի քաղաքական գործընթացներ են ծավալվում եւ եկեղեցու հետ կապված եւ Սամվել Կարապետյանի ձերբակալման հետ կապված, դրանք ակնհայտորեն ներքաղաքական ինչ որ խմորումների հետևանք են, արդյունք են եւ այդ առումով իշխանությունները փորձում են կանխարգելի քայլերի միջոցով իրենց իշխանության սպառնացող վտանգները վերացնել, որտեղից էլ որ դրանք գան։ Մյուս կողմից ես տեսնում եմ, որ այն աղբյուրները, որոնք կարող են նման վտանգներ ծնել, մի տեսակ արդյունավետ չեն կարողանում գործել եւ ինչ նկատի ունեմ, այսինքն երբ խոստանում են ինչ-որ գործողություն կատարել, այդ գործողությունը հենց դրանով տապալում է։ Այսինքն եթե առարկայական ինչ-որ բան է պետք է անել, ուրեմն պետք է անել, ոչ թե դրա մասին նախապես հայտարարել եւ Պարոն Մելիքյան, իսկ գուցե հայտարարողը հասկանում է, որ նա չի կարող դա անել, իսկ ինքը պարտադրված է ինչ-որ բան անել եւ ինքը հայտարարում է, որ հետո ասի, դե գիտեք, ես ուզում էի, բայց չստացվեց։ Դա պետք է չէ հաշվի առնենք։ Մենք շատ բան պետք է հաշվի առնենք, իհարկե, ոչ մի բան չպետք է անտեսենք, բայց կարծում եմ, որ սա այդ դեպքը չի, այսինքն այս փուլը վերջին 1 տարվա այդ դեպքը չի։ Եվ նրանք ովքեր որ մասնակցել են իշխանության դեմ ինչ-որ գործողությունների, բողոքի ակցիաների, նրանք իհարկե ունեցել են նաև իրենց գործունեությունը կազմակերպող եւ խթանող որոշակի օջախներ։ Դրսի ներսի օջախներն միգուցե փոխկապակցված են եղել, բայց առ այսօր այդ գործողությունները արդյունավետ չեն եղել, ավելին ասեմ, դրանք հիասթափեցնող են եղել այդ գործողություններին մասնակցող զանգվածի զգալի մասի համար մարդկանց։ Եվ երևի թե վերջի տրամաբանական հարցը, պարոն Մելիքյան, Ռուսաստանը կարծում եմ միշտ շահագրգռված է եղել, ու X պահից շահագրգռված է եղել, որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն։ Այս պահին այն ինչ որ կատարվում է Իրանում եւ այդ ելքը, որը որ դուք կանխատեսում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հաղթանակը, արդյոք նրանք այս գործընթացը իշխանափոխության Հայաստանում
չեն ակսելերացրել եւ այսօր Ռուսաստանը ձգտում է որպեսզի հնարավորինս շուտ Հայաստանում լինի իշխանափոխություն, որպեսզի վաղը այդ ձեր ասած ամերիկացիները չկարողանան գան եւ իշխանությանը թելադրել, թե իրանք ինչ պիտի անեն կամ ոնց պիտի անեն։ Դրա համար ժամանակը բաց է թողնված եւ այն մեխանիզմները, որոնք կիրառել էին դրա համար, դրանք ոչնչացված են, դա առաջին հերթին Արցախն է։ Մեծ հաշվով Ռուսաստանը աջակցելով Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ ագրեսիային ընդդեմ Արցախի, այդ ագրեսիայի սլաքը ուղղեց նաեւ ընդդեմ Իրանի։ Եվ այդպիսով դարձավ Միացյալ Նահանգների շահերի ապահովող գործոնը մեր տարածաշրջանում, որտեղ հարավային Կովկասը ավանդաբար ռուսական գերակայության տիրույթ էր։ Եվ այդ առումով Ռուսաստանը կամ պիտի արտոներ, կամ պիտի արգելեր։ Տվյալ դեպքում արտոնեց Արցախի կորուստը եւ դրանով նաեւ արտոնեց Իրանի դեմ այսօրվա գործողությունը։ Այսինքն ես ճիշտ եմ ձեզ հասկանում, որ դուք համաձայն եք Նիկոլ Փաշինյանի այսօր խորհրդարանում հնչեցրած կարծիքի հետ, որտեղ ինքը ասում է, որ մենք ոչ թե կորցրել ենք ԼՂ-ն, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, եւ սա է ճշմարտությունը, որովհետեւ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոք, որպեսզի ՀՀ-ն չգտնվի։ Դե այդպես է ստացվում։ Վարչապետ Փաշինյանը կարողանում է շատ հետաքրքիր կերպով մեկնաբանել ցանկացած իրավիճակ օգուտ իրեն եւ այդ տրամաբանության Չէ, իրականության մասին եմ խոսում։ Ինչպես։ Դուք ասացիք, չէ, պահը կորցրել են, Արցախը չկա։ Միգուցե նա այս տեսանկյունից է ասում։ Պահը օգտագործվել է, բայց տվյալ դեպքում Հայաստանը իր քաղաքական վերնախավով եղավ այն թույլ օղակը, որի միջոցով դա արվեց, այդ թույլ օղակը կարող էր Ադրբեջանը դառնալ, եթե մենք պինդ լինեինք։ Միանշանակ, մենք հիմա դա չենք քննարկում։ Հետևաբար վարչապետ Փաշինյանի խնդիրը ինքն իրեն արդարացնելն է, այսինքն ինքը կորցրեց Արցախը, գտավ Հայաստանը իր համար, բայց մեզ համար բոլորիս Արցախը կորցրեց։ Արցախը հանձնեց, որտեղ ունակ չէր Արցախը պահել եւ չցանկացավ այդ ուղղությամբ լուրջ գործողություններ կատարել, միգուցե ընդունակ չէր, թեև ինքը շատ արագ կողմնորոշվող գործիչ է, բայց այդ կողմնորոշումները օգտագործվել են բացառապես իր քաղաքական շահերը սպասարկելու համար։ Ամերիկան, այսինքն ստացվում Դրա համար հաղթանակը պարտության մեջ է, կապիտուլյացիան Հայաստանի ջախջախիչ հաղթանակ կարելի է համարել։ Ինձ թվում է դեպքում Նիկոլ Փաշինյանի տեսակետը չի հետաքրքիր, ինձ հետաքրքիր է իրողությունները, իսկ իրողությունը հետևյալն է, մենք կարող ենք ենթադրել կամ պնդել, որ Ռուսաստանը ի սկզբանե սխալ հաշվարկ է կատարել։ Ոչ, ես համաձայն չեմ։ Ինչու՞։ Որովհետև Ռուսաստանը շատ կոնկրետ իր շահերը հետապնդելու խնդիր է ունեցել, եւ այդ շահերի մեջ Ուկրաինայում գործողություն կատարելու արտոնություններ։ Ինչ է ստացել Արցախի հանձնումից Ռուսաստանը։ Արցախի հանձնումից ստացել է Ուկրաինայի նկատմամբ պատերազմ սանձազերծելու արտոնագիր։ Ումից։ Միացյալ Նահանգներից, Թուրքիայի միջոցով, Թուրքիայի աջակցության միջոցով, այսինքն ստեղծվեց Եվրամիությանը այլընտրանքային կառույց, Եվրամիությունը դարձավ Ռուսաստանի թշնամին եւ սկսեց որպես թշնամի գործել եւ հիմա արդեն հետ կանգնելու հնարավորություն չունի։ Միացյալ Նահանգները հետ կանգնեցին, Եվրամիությունը չի կարող։ Այսինքն Վաշինգտոնը հոյակապ մանիպուլացրեց իրավիճակը։ Թուրքիայի միջոցով Ռուսաստանին աջակցություն ցուցաբերվեց եւ ռուսական ապրանքների արտահանումը կազմակերպելու, էներգակիրների արտահանումը կազմակերպելու տեսանկյունից, երբ որ պահը եկավ, Միացյալ Նահանգները ասացին, մենք գտնում ենք, որ Ռուսաստանի հետ պետք է ընկերություն անել։ Եվ հիմա պետք է նպատակ է դա, Եվրամիությունը պետք է մնա թշնամի Ռուսաստանին, Միացյալ Նահանգները դառնան բարեկամ։ Կարծում եք դա հնարավոր է։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար դա շատ լավ ելք կլինի։ Միացյալ Նահանգների համար շահերի տեսանկյունից դա անհրաժեշտ միջանկյալ քայլ է։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր եթերը քիչ անց։